Տեր հայր, երկրի վարչապետը հայտարարում է, թե 301 թվականին հայ առաքելական եկեղեցի ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Արդյոք ճիշտ մեկնաբանություն է սա։ Եթե մարդը ունի տարրական, կրոնական, հոգևոր գիտելիքներ, գոնե մի փոքր ուսումնասիրել է եկեղեցու պատմությունը, ուրեմն հստակ պիտի իմանա, որ չեն եղել պետություններ, բայց եղել է եկեղեցի։ Չեն եղել իշխանություններ, բայց հոգևոր իշխանություն եղել է ցանկացած ազգի մեջ։ Եվ առավելաբար, ինչ վերաբերվում է հայ առաքելական եկեղեցու, արդեն իսկ անունը հիշում է առաքելական։ Այսինքն հայոց եկեղեցին հիմնել են Սուրբ Թադեոս Բարթողոմեոս առաքյալները, եւ այս անունը հենց իրենց անունի հետ է կապված, որովհետեւ մինչեւ Գրիգոր Լուսավորիչ դեռևս առաքելական քարոզությամբ առաջին դարում հայերի մեջ եղել են քրիստոնյաներ, հիմնվել է առաքելական երկու աթոռ եւ սկիզբ է դրվել հայ առաքելական եկեղեցու։ Ուրեմն դրա համար իսկ նաեւ երբ որ 19-րդ դարում Պոլոժենիայի հրահանգով հայ առաքելական եկեղեցին անվանվում է լուսավորչական, հայերը ըմբոստանում են, չեն ընդունում այս անունը, որտեղ սա նշանակում էր, որ լուսավորիչն է հիմնել հայ եկեղեցին։ 3 դարը մեր պատմությունից մեր եկեղեցու կտրվում էր, խզվում էր, եւ սրան ընդդիմանում են ու լուսավորչական անունը մինչեւ օրս համաշխարհային մասշտաբով ոչ միայն հայերի կողմից ընդունված չէ, այլ մեր եկեղեցին ունի իր պաշտոնական անունը հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցի։ Արևելյան հին եկեղեցիների կազմի մեջ 5 քույր եկեղեցիներ։ Եվ ուրեմն հնարավորինս փորձել իբր մեր եկեղեցու հիմնադրումը կապել պետության հետ, իբր պետությունն է ստեղծել եկեղեցին, սա բացարձակ տգիտություն է, կամ էլ գիտակցաբար մոլորեցնում են մարդկանց։